Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարի Արթուր Նահապետյանը պաշտոնը թափուր էր 2024-ի նոյեմբերից Սասուն Խաչատրյանի հրաժարականի դիմումի ընդունումից հետո վարչապետը հանդիպել է առավելագույն միավոր հավաքած 3 տեխնացուի հետ։ Նահապետյանի նշանակելու որոշումը համընկել է մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Վարչապետը անդրադարձավ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է ունենալ իրավապահ կառույցների աշխատանքի ելքի մասին հստակ ցուցիչներ, որոնք արտահայտված կլինեն կառավարություն ներկայացվող հաղորդումներում։ Կարևոր են քրեական վարույթների հետագա ընթացքի վերաբերյալ տվյալները։ Զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Նման իրավիճակներ կան նաև քննչական կոմիտեի հետ կապված։ Խոսքը ընդհանրապես դատաիրավական համակարգի խնդիրների մասին է։ Ըստ վարչապետի մեծ է հակակոռուպցիոն կոմիտեի դերը, ունի օպերատիվ ստորաբաժանում եւ ակնկալիքն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ավելի արդյունավետ լինի։ Մենք օրինակ շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված, բայց երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, երբ մենք պետական գերատեսչություններից ստանում ենք այսպիսի ազդակներ, որ ըստ էության այդ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով օրինակ նախագծերի իրականացումն է խոչընդոտվում։ Դե ես իրականում 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս, որովհետև համարելով, որ դե եթե կա փաստ, պետք է գործ հարուցվի եւ քննվի, բայց հետո նույն իրավիճակը, երբ որ տեսնում ես այդ գործը մի տարի է քննվում, 2 տարի է քննվում, 3 տարի է քննվում, եւ այդ ընթացքում տեղի չի ունենում ի վերջո, բան ելք պետք է տեղի ունենա։ Առաջարկվում է ունենալ մշակութային աճուրդների մասին օրենք։ Նշվեց, որ մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի արվեստի շուկայի կայացման գործում։ Նպատակն է խթանել մշակույթի տնտեսականացումը, ներդնել մեխանիզմներ, որոնք կնպաստեն նաև ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը։ Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Նախատեսում ենք օրենքի ընդունմամբ հնարավորություն ստեղծել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը, ապահովել հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում մեր մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ինտեգրմանը։ Մշակութային աճուրդների կազմակերպումը կլինի լիցենզավորվող գործունեություն, սա կտա նաև արվեստագետների աշխատանքը ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն։ Չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան։ Այդ թվում թույլտվությունը խնդիրներ է ստեղծում շուկա ձևավորելու եւ դրամաշրջանառություն ապահովելու առումով։ Փոխվարչապետի խոսքով էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար դառնալու է հուսալի մեխանիզմ։ Արվեստի գործերի նկատմամբ պահանջարկը էականորեն աճելու է։ Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը հիմա կա, բայց առևտրի ձևը անընդունելի է այն
մարդու համար, ով ցանկություն ունի գնել, որովհետև ոչ մատակարարման հարցն է հասկանում, ոչ իսկության հարցն է հասկանում, ոչ վճարման եւ գնագոյացման։ Իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային։ Եթե մեզ հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան դառնում է համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ։ Թանգարանային հավաքածուների համալրման գործընթացի շրջանակում ժամանակակից արվեստի գործեր ձեռք բերելիս ըստ նախարարի բախվել են խնդրի, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ։ Կարգավորումը հնարավորություն կտա պետական կարիքների համար թանգարանների համալրման ավելի հաշվետվողական մեխանիզմ ունենալ։ Թանգարանների համար 2 տարում ավելի քան 60 միլիոն դրամի 30 մշակութային արժեք է ձեռք բերվել։ Անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բան է, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք։ Դուալ կրթության համակարգով ուսանողը միաժամանակ սովորում աշխատում է։ Խոսքը հատկապես վերաբերում է անչափահասներին, որոնց մի մասը ՄԿ համակարգի ուսանող են։ Կառավարությունը սահմանում է աշխատանքներում ընդգրկվելու համար նրանց առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։ Նախագիծը կարգավորում է այս համակարգը, նշելով թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին։ Դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են 21 հաստատությունում 27 մասնագիտությամբ, ցանկը ընդլայնվում է։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել եւ մեր պատկերացումը հետեւյալն է, որ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը եւ ցանցը, ընդ որում պետք է այդ ցանցերը աշխատեն հետեւյալ տրամաբանության վրա, իրենք հենված լինեն տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա։ Վարչապետը կարևորեց քոլեջների կառավարման համակարգում տնտեսության այն ներկայացուցիչների ներգրավումը, ում համար պետք է պատրաստվեն կադրեր։ Մարզերում կան անկում ապրող ոլորտներ, որոնք մի քանի տարի հետո այլևս չեն լինելու, բայց տվյալ մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար, անհրաժեշտ է տեղորոշել այդ ուղղությունները։ 23-24 ուսումնական տարում մեր 9-րդ դասարանի շրջանավարտները, նրանցից ամեն երրորդը, այսինքն շուրջ 30%-ը ընտրել է հենց ՄԿ համակարգ գնալը։ Սա շատ լավ ցուցանիշ է, որը մենք նախկինում չենք ունեցել եւ ցույց է տալիս նաեւ, որ այս համակարգի գրավչությունը գնալով մեծանում է։ Նախագծի քննարկմանը վարչապետը անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգին։ Համակարգի ներդրումը ըստ Փաշինյանի թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է։ Նաեւ ստեղծվում է պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք, որը ըստ վարչապետի ուժեղացնում է եւ պետությունը, եւ քաղաքացուն։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս process-ից իմ ողջավորությունը չի նվազում, որովհետեւ ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին բանը, առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է։ Վարչապետի համոզմամբ նոյեմբերի 1-ի դրությամբ հնարավոր կլինի լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Մայա Խաչատրյան, լուրեր։